Գյումրին մի ամբողջ օր լարված իրավիճակում պահած հոկտեմբեր 20-ի հայտնի քննչական գործողություններին Գյումրիի քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի կալանավորմանը հաջորդեցին հանրային քրեական հետապնդումները, որոնց արդյունքում ձերբակալվեցին, հետո կալանավորվեցին 4 տասնյակից ավելի անձինք։ Քաղաքապետարանի վարչական շենքում եւ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, իրավապահների գործողություններին խոչընդոտելու պատճառով երկամսյա կալանքներ են կիրառվել քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքապետի թիմակիցների, հարազատների նկատմամբ։ Մինչ օրս քրեական հետապնդում է հարուցվել 43 անձի նկատմամբ, նրանցից 26-ը կալանավորված է, 15-ը տնային կալանքում է։ 2 ամսով կալանավորված են ավականու անդամներ Գևորգ Ղուկասյանը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը եւ Սեդրակ Սահակյանը, երկուսն էլ Կոմկուսից են։ Իրենց մանդատները վայր տնելու մասին կալանավայրից հոկտեմբերի 28-ին եւ հոկտեմբերի 31-ին դիմումներ են ուղարկել Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանին, որն էլ կազմած արձանագրություններն ուղարկել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովն էլ այս մեկ հարցը քննարկելու համար նիստ հրավիրեց, կազմված մեկ արձանագրությամբ վայր դրած մանդատները փոխարինեցին նորերով, 2 մանդատները տրամադրելով Կոմկուսի ցուցակի հերթական 2 համարներին։ Գյումրի համայնքի ավականու Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դատարած ավականու անդամների մանդատը տրվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Սամսոն Մկրտիչի Էլբակյանին եւ Տիգրան Վարդգեսի Ավակյանին։ Նոր մանդատները վերցնելու համար խմբակցությունից որևէ ներկայացուցիչ չկար, ինչը թերևս հանձնաժողովի նախագահը նշեց, որ պարտադիր պայման չէ։ Բացի դրանից նոր մանդատավոր Տիգրան Ավակյանը չէր էլ կարող ներկա գտնվել, նա եւս կալանքի տակ է։ Օրեր առաջ է դատարանի վճռով նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանքը։ Մինչև այս պահը նրանից մանդատից հրաժարվելու դիմում հանձնաժողովը չի ստացել։ Իրեն նկատմամբ խափանման միջոց է ընտրված։ Դատարանի վճռով ինքը անգործունակ չի ճանաչված, դրա համար մենք մանդատը տրամադրում ենք։ Կարող է վաղը ազատ արձակվել։ Դեռ քանի որ դեռ դատարանի վճիռ չկա, մանդատը տրամադրվում է Տիգրան Ավակյանին։ Կալանավորված ավականու անդամներին նորերով փոխարինելով Կոմկուսը ավականիում խմբակցության իր 8 ձայները պահելու, ավականու աշխատանքին չվնասելու խնդիրն է լուծում։ Գյումրիի ավականու հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Բոլոր 5 խմբակցություններն ամբողջ կազմով ներկայանալու դեպքում 33-ի փոխարեն նիստը կգումարվի ավականու 31 անդամի մասնակցությամբ։ Ամիս եւ ավել հերթական նիստեր չգումարվում, այդ ժամանակ կարող է նստել։ Իսկ նիստ չգումարվելու պատճառ կարող է հանդիսանալ քվորումի բացակայությունը։ Մեր պարագայում դա 17 հոգին է։ Հիշեցնենք, որ ավականու անդամի մանդատ ունի նաև կալանավորված Գյումրիի քաղաքապետը։ Եթե իշխող քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիրը որոշի նիստին չգալ, ապա այս պարագայում եւս քվորումի խնդիր չի առաջանա։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։